Բարի առավոտ, առաջին ծրագիրը սկսեց իր աշխատանքը, մենք շատ ուրախ ենք, որ այս լավ ու հրաշալի տրամադրությամբ կարող ենք ողջունել ձեզ, չնայած դրսում անպամած է եւ անձրևոտ, բայց արևներն արդեն տաղավարում են Սուրենը, Սոնան եւ Ադրինեն։ Բարի լույս սիրելի Սուրեն, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այո, առաջին ծրագիրն է ATV ուղիղի եթերում, մենք բարձր տրամադրությամբ սկսում ենք մեր առավոտը եւ առաջարկում ենք միանալ մեզ։ Այո, միացեք մեզ, մենք փորձենք մի փոքր խախտել այս տրամադրությունը դրսում տիրող, պատուանից դուրս մի նայեք, մռայլ է, անձրևոտ է, բայց ինչպես խոստացել են, այսպես կշարունակվի մինչև շաբաթվա վերջ, հետո արևը արդեն իր ամբողջ ուժգնությամբ կշողա մեզ համար եւ նորից ջերմաստիճանը կհասնի մինչև 30-ը, այնպես որ մինչև այդ ջերմացեք մեր եթերից։ Այո, այսօր արդեն մայիսի 14-ն է, օրը չորեքշաբթի եւ 1940 թվականի մայիսի 14-ին ծնվել է անվանի հեռուստալրագրող, հաղորդավար եւ հրապարակախոս Ռոբերտ Մավիսակալյանը։ 65 թվականին ավարտել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը, 71-ից 98 թվականներին հայկական հեռուստատեսությունում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, խմբագիր, բաժնի վարիչ, գիտահանամատչելի եւ ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագիր, լրաբեր տեղեկատվական ծրագրի ղեկավար։ Եղել է հեռուստադիո Պետկոմի նախագահի տեղակալը, Հայաստան եւ նոր հեռուստաընկերությունների տնօրենը, հեղինակել եւ վարել է այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են հեռուստաօրագիր 1 կոտորակ 12, 15 օր 5 շաբթի, հարցեր 6-րդ ստուդիա եւ այլն։ 1998 թվականից աշխատել է Արմենիա հեռուստաընկերությունում, վարել է երեկո շոու Ռոբերտ Մավիսակալյանի հետ։ Ժամը լրատվականի վերլուծական թողարկումը, տաք գիծ քաղաքական հաղորդումը։ 1990 թվականին մեկնել է Միացյալ Նահանգներ Ատլանտա քաղաք CNN հեռուստաընկերության կենտրոնակայանում վերապատրաստվելու համար, թարգմանել մի շարք գրքեր։ Ռոբերտ Բաբկենիչը հայտնի է իր երգարվեստի նկատմամբ ունեցած մեծ սիրով։ Նրա կատարմամբ Cole Porter-ի Making of երգը, որը ձայնագրվել է 1967 թվականին Հայաստանի ռադիո եւ հեռուստատեսության էստրադային նվագախմբի հետ, Մարտին Վարդազարյանի ղեկավարությամբ առանձնանում է իր թեթև հմայիչ ոճով։ Մայիսի 14-ին է ծնվել նաև Ֆրանսիս Քուրքչյանը, ծնվել է Փարիզում։ Նա փոքր հասակից հետաքրքրվել է արվեստով եւ երազում էր հայտնվել բեմում։ Փարիզի օպերայի դպրոցի քննությունն անհաջող անցնելուց հետո նրան հետաքրքրեց օծանելիքագործությունը։ 90 թվականին նա մեկնեց Վերսալ եւ ստացավ մասնագիտական կրթություն։ 25 տարեկանում ստեղծեց իր առաջին աշխատանքը Լե Մալեն Ժան-Պոլ Գոտիեի պատվերով։ Այդ օծանելիքի սրվակն անձամբ ձևավորել է Ժան-Պոլ Գոտիեն։ Օծանելիքի խորհրդանիշը ֆրանսիական նավատորմի նավաստին է։ Ֆրանսիսը 1999 թվականին կոսմետիկ պարագաներ արտադրող Էլիզաբետ Արդեն ընկերության համար ստեղծել է Green Tea բուրմունքը, իր Barber-ի ընկերության համար My Barber-ի բուրմունքը։ Ֆրանսիս Քուրքչյանը ավելի քան 100 օծանելիքի եւ բույրերի հեղինակ է։ 2004 թվականին Քուրքչյանը վերստեղծել է Մարիա Անտուանետայի սիրված բույրը, օգտվելով 18-րդ դարի վերջին Ֆրանսիայի թագավորական արքունիքի պալատի օծանելիքագործի բանաձևերից։ Սիլաժ դելեղիեն այդ օծանելիքը վաճառում են միայն Վերսալի պալատում։ Քուրքչյանը ստեղծում է նաև բույր մեկ օրինակով պատվիրատուի համար, համագործակցել է Papier d'Arménie ընկերության հետ։ Սա այն տարբերակն է, երբ որ ինչ լավ է, որ Քուրքչյանը օպերային երգիչ չդարձավ եւ դարձավ, այո, մարդ ով ստեղծեց օծանելիքի պատմության մեջ կարևոր բույրերը։ Եվ իմ օծանելիքների մեջ մշտապես այս բրենդը արկա է եւ շատ շատերի համար է սիրելի, ես եւս շատ սիրում եմ եւ շատ նախընտրում եմ եւ հիմա առաջարկում եմ իհարկե տեղափոխվենք Մայրաքաղաքի փողոցներ եւ հասկանանք չորեքշաբթի առավոտյան երթևեկությունը ինչպիսին է։ Հուսանք ավելի լավ, քան 3։ Մի քիչ, եթե հաշվի առնենք, որ ընդհանրապես 1 վթար կա, իսկ 3-4 վթար կա առավոտյան, այս պայդրությամբ 1 վթար կա Սարալանջից իջնող հատվածում եւ ինչպես տեսնում ենք, վթարի հետևանքով ամբողջ Սարալանջը միասնիկյանո խառը, ինչպես ասում են, խցանման մեջ է։ Եվ խցանումները իհարկե փոքր կենտրոնում շատ են, այստեղ նաև ուսանողական հատվածն է։ Մի քիչ իջնենք վերևում, ես նորից տեսա վթար կա այստեղ, սա նույնպես բավականին, եթե չեմ սխալվում, իսկ ես չեմ սխալվում, սա իհարկե Հրաչյա Հաճարյան փողոցն է, որը իհարկե արդեն իսկ հիմա այնտեղ կլինի նաև խցանում։ Տեսնում ենք խցանումները նաև Արաբկիր շրջանում բավականին էլի շատ են, ինչպես արդեն սովորության համաձայն, եւ խցանված է Կոմիտասի պողոտան, Վաղարշյանը, Կիևյան կամուրջը երկկողմանի, Բարեկամություն մետրոյից դեպի Բաղրամյան գնացողը, Օրբելի եղբայրներ փողոցը նույնպես խցանված է։ Խցանումները կան նաև Աթենքի փողոցում, խցանումները նաև կան Իսակով պողոտայում, սա իհարկե բոլոր այն փողոցներն են, որտեղ միշտ կա այս խցանումը եւ արդեն սովորության համաձայն
գիտենք թե որտեղ են։ Երրորդ մասի հատվածում նույնպես կա խցանումներ, Գարեգիներ դե Արշակունյաց փողոցում։ Սա երևի թե այն պատկերը, որ այս առավոտ, հա, ընդգծում է Երևանյան փողոցներում, հուսանք, որ եղանակը շատ շուտ կցրվի, ամպերը կցրվեն, արևը կշողա կժպտա եւ խցանումները կդադարեն։ Իսկ հիմա ավելի լավ խցանված տեղ տեղափոխվենք, որտեղ բույրերի ու համի խցանումն են։ Այո, համեղ խցանված տեղ։ Ողջունենք մեզ շատ սիրելի Ադրինեին եւ ծանոթանանք օրվա բաղադրատոմսին։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս գեղեցիկներս, բարի լույս մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս, ողջունում եմ ձեզ, ասում եմ միացեք մեզ, ինչպես միշտ մենք կփորձենք ձեր տրամադրությունը բարձր պահել, իսկապես մի այսպես տարվեք եղանակով, նորմալ է, ամեն բան շատ նորմալ է, գարուն է, բա իհարկե պետք է անձրևներ տեղան, որպեսզի բնությունը կանաչի եւ իսկապես ես այս տարի նկատել եմ, որ քաղաքը շատ կանաչ է, երևի անձրևների շնորհիվ է հենց այդպես շատ յուրահատուկ կանաչություն կա քաղաքում, այնպես որ շատ լավ է ամեն բան։ Դուք մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք նաեւ օրվա բաղադրատոմսը։ Բայց մինչ այդ շատ կուզեմ, որ միասին, քանի որ եղանակը թելադրում է դա, մենք միասին պատրաստենք մի համեղ թեյ, ինչու եմ որոշել թեյ պատրաստեմ, որպեսզի ձեզ քաջալերեմ, նախաճաշ պատրաստեք եւ ճաշակեք, եւ թեյը, այս համեղ թեյը կնպաստի այդ ցանկությանը։ Ինչ է մեզ պետք այսօր։ Ուզում եմ վարդի թերթիկներով, մեղրով եւ կիտրոնով թեյ պատրաստենք եւ միասին վայելենք։ Ահա ես ունեմ շատ վարդի թերթիկներ, այստեղ մեկ ճաշի գտալ արդեն մեղր եմ պատրաստել եւ իհարկե կիտրոն։ Հենց հիմա միասին փորձենք այս համեղ թեյը պատրաստել եւ քիչ հետո վայելել։ Ձեզ էլ հորդորում եմ անպայման նախաճաշի սեղան թեյ պատրաստեք, մի կտոր հաց, պանիր, մի հատիկ ընկույզ կամ մի հատիկ արմավի կտոր դրեք այդ հաց ու պանիրի մեջ եւ վայելեք։ Ես վստահեցնում եմ բավականին երկար ժամանակ դա ձեզ հագեցած ձեր օրգանիզմը կպահի։ Եվ այսպես կտրենք կիտրոնը, մի քանի շերտ, բարակ շերտեր կկտրատեմ, այսպես մի քանի հատ, 3 հատ, 4 հատ, որպեսզի իր անուշ բույրը եւ այն կարևոր վիտամինը, վիտամին C-ն փոխանցի մեր թեյին։ Ահա, այսօր թեյի թերթիկներ չենք օգտագործում, այլ պարզապես վարդի տերևներ։ Այնպիսի անուշ բույր ունի, սիրելիներս, խանութներում վաճառվում է փաթեթավորված վարդի թերթիկները, կարող եք հանգիստ ձեռք բերել եւ իհարկե պատրաստել այս համեղ թեյերը։ Թեյ, մուրաբա էլ կարող եք պատրաստել այս հրաշալի թերթիկներից։ Ահա, այստեղ կավելացնեմ 1 ճաշի գթալ մեղրը եւ բնականաբար այստեղ մեզ պետք է եռացրած ջուր։ Ահա, հրաշալի։ Այսպես։ Ահա, կթողնենք այն թրմվի, կարող եք սրբիչով այն ծածկել, որպեսզի տաք մնա եւ կարողանա ինչպես հարկն է թրմվել։ Ահա, այսպես։ Ես այն կթողնեմ մի կողմի վրա, որ քիչ հետո արդեն միասին ճաշակենք։ Իսկ բաղադրատոմսի հետ կապված սիրելիներս, այսօր պատրաստելու ենք հավի թևիկներ, այն փափուկ մասը, փափկամիսը, որը համեմելու ենք, հենց հիմա սկսելու ենք մարինացնել, այն մի փոքր մշակման պետք է ենթարկենք, այսինքն ոսկրից մի փոքր պետք է մսային հատվածը ազատեմ ես, դա միասին կանենք, այսպես հետաքրքիր գործողություն է եւ այս ամենը ուզում եմ համադրել հենց պատրաստի իմ անբայալդիի հետ եւ պսկաթանի։ Այ թե այս երկու համադրությունը ինչպես կստացվի եւ սրանք ինչքանով են հարմար իրար, ընթացքում մենք խոսենք այս մասին եւ իհարկե կհասկանանք։ Միգուցե ձեզ թվա թե տարօրինակ բան եմ ասում, ոնց կարելի է այս երկուսը համադրել, բայց հաստատ շատ համեղ է եւ միասին կփորձենք այսօր սա պատրաստել։ Իսկ հիմա կարող ենք արդեն հավիկները, այսինքն հավի թևիկները մշակել
եւ հասկանալ, թե ինչ ենք անում, բայց մինչ այդ պետք է դադար լինի, սիրելիներս, դադարից վերադառնանք ու անցնենք արդեն գլխավոր գործողությանը։ Դուք մնում եք մեզ հետ, կհանդիպենք։ Բարի լույս եղես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը։ Այո, լավ տրամադրություն կա առավոտյան, հենց այդպես էլ պետք է սկսել օրը, որովհետև ամբողջ օրվա տրամադրությունը ստեղծվում է հենց առավոտյան, եւ որպեսզի պահել այդ համաչափությունը տրամադրության, պետք է հենց այդպես շարժվել ողջ օրվա ընթացքում, իսկ երեկոն արդեն հավաքվել ընկերների կամ սիրելիների շրջապատում, իսկ այնտեղ տրամադրությունը կարող է ձեզ համար ստեղծել Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող Բրիզ Ռոզե փրփրուն գինին, որը հաստատ կտա ձեզ հենց այդ հավես տրամադրությունը եւ բնականաբար ընկերներին ել ավելի կմոտեցնի իրար։ Եվ գինու հետ չենք մոռանում իհարկե պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաև անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Փորձեք տրամադրությունը պահել ու պահպանել, որովհետև շատ կարևոր է, իսկ եթե ունեք հատուկ ինչ-որ տեղ մասնակցելու համար կամ պարզապես երեկոյան ինչ-որ տեղ եք հրավիրված, ապա բնականաբար փայլեք ձեր շքեղությամբ։ Այսպես են փայլում բոլոր այն աստղերը, ովքեր պատրաստվում են ներկայանալ շատ կարևոր մրցանակաբաշխություններին, եւ վերջապես նաև ի հայտ եկավ եւ բացվեց Կանի փառատոն։ Այո, ֆիլմ աշխարհ ենք տեղափոխվում, ֆրանսիական Ռիվիերայում մայիսի 13-ին բացվել է Կանի միջազգային կինո փառատոնը, որի հիմնական մրցույթում այս տարի ներկայացված է 22 ֆիլմ։ Փառատոնը բացվել է ֆրանսիացի ռեժիսոր Ամելի Բոնի մի օր հեռանալ ֆիլմով, բացի այդ բացման արարողության ժամանակ ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոին կշնորհվի պատվավոր ոսկե արմավենու ճյուղ։ Կինոփառատոնի գլխավոր մրցույթի ժյուրին, որն այս տարի գլխավորում է ֆրանսիացի դերասանուհի Ժյուլիետ Բինոշը, 22 ֆիլմերից պետք է ընտրի փառատոնի գլխավոր մրցանակի հաղթողին։ Կանի 78-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթում ներառված են Ուես Անդերսոնի Փյունիկյան սխեման նոր ֆիլմը, որի գլխավոր դերերում են Բիլ Մյուրեյը, Բենեսիո դել Տորոն եւ Մայքլ Սերան, ռեժիսոր Ռիչարդ Լենքլեյթերի, նոր Ալիքը ֆիլմը, որը պատմում է Ժան-Լյուկ Գոդարի Վերջին շունչը ֆիլմի ստեղծման մասին, ռեժիսոր Արի Ասթերի Էդինգտոն ֆիլմը, Հոակին Ֆենիքսի, Պեդրո Պասկալի, Էմմա Սթոնի, Օստին Բատլերի, Դերդի Օքոների մասնակցությամբ Կանի միջազգային կինոփառատոնը ամենամյա կինոփառատոն է, որն անցկացվում է մայիսին Ֆրանսիայի Կանն զբոսաշրջային քաղաքում։ Փառատոնը սկսել են անցկացնել 1946 թվականից, սակայն այն իր ներկայիս մասշտաբները ձեռք է բերել 1951 թվականից հետո, իսկ 1952 թվականից այն անցկացվում է ամեն տարի մայիսին։ Եթե ձեզ մոտ հարց առաջացավ ուր գնալ Կանն, թե գնալ իհարկե հայաստանյան տեսարժան վայրերը, ապա ընտրեք երկրորդը, որովհետև այն ավելի տեսանելի եւ շոշափելի, իսկ այդ հարցում մեզ օգնում է մեր Արտուրը։ Իսկ դուք գիտեք, որ Գյումրին հայտնի է նաև առեղծվածային ստորգետնյա թունելներով։ Այո, մենք հատուկ ձեզ համար եկել ենք, որպեսզի ցուցադրենք այդ թունելը, որն ըստ վարկածի, չգիտեմ դա ինչքանով է ճիշտ, տանում է դեպի Կարս։ Մենք այժմ Ինչևէ գինու բառում ենք, որտեղ եւ գտնվում է թունելը։ Եկեք։ Ինչևէն շատ գեղեցիկ ու էսթետիկ վայր է հատուկ այն մարդկանց համար, ովքեր ունեն բարձր գեղագիտական ճաշակ եւ գեղեցիկը տեսնելու, գնահատելու կարողություն։ Խնդրեմ ինքներդ տեսեք, թե ինչ գեղեցիկ անկյուն է։ Ես Դավիթ Ավետիսյանն եմ, Գյումրու Ինչևէ գինեբարի համահիմնադիրը, մենք 2019-ին գնել ենք այս տունը ու տան տակ կար ավտոտնակը վերակառուցեցինք, որովհետև ես մեքենա չէի վարում, կինս մեքենա չէր վարում ու ափսոս էր Գյումրու կենտրոնում ունենալ sense մեծ տարածք ու օգտագործել որպես ավտոտնակ, մենք որոշեցինք իրան հանրային տարածք սարքել ու բացեցինք Ինչևէ գինու բառը, Ինչևէի տակ շատ հետաքրքիր
գտածո ունենք, որը հայտնաբերել ենք շինարարության ընթացքում, չգիտեինք, որ տանտակ sense բան կա, ու չգիտեինք, որ մեր բառի մեջ կարող է մի օր թունել բացվի, ու այս մեր համար տենց մեր բառի ֆիշկան է sense ասած դարել, ու մարդիկ գալիս են, որ տեսնեն Գյումրու ստորգետնյա թունելներից մեկը, որի սկզբնաղբյուրը հենց իր մեջ իրականում ջուր կա մի քիչ կուտակված, որովհետև իր մեջ կա ջրի աղբյուրներ, ջուր է հոսում, ու մենք տանտակ ունենք տենց անverջ ջուր, որը կարող ենք օգտագործել նաև կենցաղային կամ ոռոգման նպատակներով։ Իհարկե մեր համար անակնկալ էր հայտնաբերելը, որովհետև տանտակ թունել, չգիտես, էլի թունելը ուր է գնում ու մարդափոր թունել է, ոչ թե բնական թունել է, պատերին գործիքների տեղեր կա, մոմերի տեղեր կա, մարդիկ մոմեր են դրել, որ լուսավոր են թունել, ոտքերի եւ ձեռքերի տեղեր կա, որ մարդիկ կարողանան նաև մագլցել պատերով, որ հատակին չդիպչեն, որովհետև հատակին ջուր ունենք, ու մեր համար հետաքրքիր էր այս ինչա, տարբեր մասնագետներ եկան, տարբեր վարկածներ, ինչ պատմություն ասես չենք լսել այս թունելի մասին, էլ դեպի ճանապարհ դեպի Թուրքիա, էլ ապաստարան, էլ ջրի աղբյուր, էլ լիքը վարկածներ լսեցինք, նաև մասնագետների հետ քննարկեցինք։ Մասնագետները ասում են, որ սա հավանական է, որ քյարիզ է, երկրորդային քյարիզ է համարվում, որոնք տենց քաղաքի տակ փորվել են Ալեքսանդրապոլյան ժամանակ, որպեսզի տներ ջուր հասցնեն, ոմանք ասում են գաղտնուղի է, ճանապարհ է, մենք քարանձավագետների խումբ եկավ, միասին մինչև վերջ գնացինք, պարզեցինք ինքը ինչ է, բայց հիմա չեմ ասի, գաղտնիք է, եկեք պատմեմ ուր է գնում, որ երկիր է գնում, ուր է բացվում այս քյարիզը։ Դե ինչ իջնենք ներքև առեղծվածների հետևից։ Հաղորդման ամենահետաքրքիր պահն է։ Ահա եւ մենք Գյումրու տակ ենք։ Գյումրեցիները, որ ասում են գեդինը մտնիս, երևի սա նկատի ունեն։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք թունելում ենք։ Ամբողջությամբ ջրի մեջ է, սառը սոտկա, Բադային ծաբեկի մեջ մենք։ բայց հանուն ձեզ տեսեք, թե ինչ զողողությունների ենք գնում։ Իսկապես հետաքրքիր է, թե այս թունելն ուր է տանում։ Ճանապարհը այսպես տանում է, թե ուր է տանում ու ինչքան է տանում, չգիտեմ։ Բայց ամեն դեպքում գալ Գյումրի ու սա չնկարահանել սուտ կլիներ։ Ձեզ համար ենք անում, սիրելի հեռուստադիտողներ։ Իսկ ովքեր ունեն կլաուստրոֆոբիա, խնդրեմ, եկեք ու բժշկվեք։ Մենք խորացանք, գնացինք թունելով այնքան, որքան որ մեր պատրաստվածությունը թույլ էր տալիս, տեսակ որ ջուր էր, ցեխ էր, իսկ մենք այդքան էլ պատրաստված չէինք, որովհետև չենք պատկերացնում, բայց խոստանում ենք, որ էլի ենք վերադառնալու ենք Գյումրի, ու այդ ժամանակ պատրաստված կլինենք ու վերջապես ցույց կտանք, թե ինչ կա այս թունելի վերջում։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որպեսզի շարունակենք մեր բացահայտումները։ Գյումրիում եկեղեցիները շատ են, բայց մեր հաղորդման շրջանակներում որոշել եմ առանձնացնել այս եկեղեցին, որովհետև զբոսաշրջիկներին շատ քիչ է հայտնի, նույնիսկ տեղացիներին է շատ քիչ հայտնի։ Ռուսական Սուրբ Արսենի եկեղեցին, որը կառուցվել է 1870 թվականին։ Իսկապես, որ իր ճարտարապետությամբ, գեղեցկությամբ աչք է շոյում, 1930-ական թվականներին արդեն ԽՍՀՄ ժամանակաշրջանում քանդվել են եկեղեցու երկու գմփետները ու սկսել է արդեն գործել որպես
որբանոց, որպես անասունների ախոր, նույնիսկ որպես կինոակումբ։ թվականից այստեղ սկսել են վերանորոգման աշխատանքներ, այդ վերանորոգման աշխատանքները հիմնականում ընթանում են բարերարների ու հավատացյալների հանգանակության միջոցով։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, ինձ մոտ խառնաշփոթ է տիրում, ես արդեն պատրաստում եմ լավաշը կտրատել, որպեսզի գործընկերներս նախաճաշանեն։ Ինչու եմ այսպես հենց եթերում այս գործողությունները անում, որպեսզի դուք էլ ախորժակով այսպես նայեք, տրամադրվեք եւ նախաճաշեք։ Սա շատ կարեւոր պայման է, սիրելիներս։ Հիմա Սուրենին, Սոնային, բոլորին կկանչեմ այստեղ, որպեսզի նախաճաշեն։ Ահա լավաշը միասին կտրատենք։ Ժորժ ջան, ես սիրում եմ լավաշը մկրատով կտրատել, չգիտեմ, շատերը ասում են, չէ, մկրատով չէ, դանակով է հենց պետք կտրատել։ Չգիտեմ, ես այսպես եմ կտրատում, ինձ խիստ չդատեք, չգիտեմ, չասեք ճիշտ չէր, այսպես էր պետք։ Ահա, այսպես, շատ համեղ, իմիջիալոտ նոր թխված, շատ թարմ լավաշ է, ախորժաբեր, խորհուրդ եմ տալիս արագ գնալ խանութ ձեռք բերել այս բոլոր մթերքները և նախաճաշել։ Սուրեն ջան, կարող ես գալ նախաճաշի, Սոնային վերցրու և արի։ Ահա։ Դե ոնց կարելի է հրաժարվել այս նախաճաշից, երբ որ Ադրինեն է պատրաստում ու կանչում է մեզ նախաճաշի։ Ինչով ենք նախաճաշում։ Մենք ունենք պանիր, պանրի լայն տեսականի, դե դու գիտես, որը ցանկանում ես, սուլուգունի, որովհետև Սոնան էլ սուլուգունի շատ է սիրում, արի սուլուգունի պանիրով պատառիկներ սարքենք եւ բայց մենք ոնց հասկանում քեզ խանգարում ենք օրվա բաղադրատոմսը։ Իհարկե շատ է խանգարում, բայց դա նորություն է։ Բայց ես մտածում եմ, որ ասես, չէ, չենք խանգարում։ Իհարկե, օրը ճաշ դառավ, ժողովուրդ ջան, նայեք, տեսեք ինչ լավաշներ են։ Սուրեն, հիմա գիտես ինչ կանենք, որ դու չէ, սա էլ ես կանեմ, կկտրատեմ, տախտակը այսպես հացիկով կհրամցնեմ քեզ եւ դուք կգնաք նախաճաշելու։ Իսկ ես օրվա բաղադրատոմսը ուրեմն կհուշեմ մեր հեռուստադիտողին։ Ահա, Ժորժ ջան, Էլոլա ապրանքանիշը հրաշալի պանիր ունի, սուլուգունի, որը չգիտեմ էլի ինչ ասեմ։ Ամենահրաշալի պանիրներից մեկն է։ Եվ հենց այս կտրվածքով էլ այսպես ամբողջական ինքը ոնց որ բաստուրմա լինի։ Այսպես կտրատեմ եւ իհարկե դու կարող ես այսպես վերցնել այս հրաշալիքները եւ գնալ նախաճաշելու։ Կարող ես գնալ մեր հնչյունային եւ թողարկիչ ռեժիսորի մոտ միասին նախաճաշեք։ Ինքը արդեն ցանկություն հայտնեց։ Ահա, վերջ, ես գիտեմ ինչ եմ ասում էլ, Ժորժ ջան, բայց թեյը չմոռանաք թեյի մասին, մի հատ նայեք, մենք այստեղ ունենք վարդով, մեղրով, կիտրոնով թեյ։ Ինչպես ասում են վարդեր բերեմ պարտեզից, պաղ թեյ բերեմ աղբյուրից։ Բա ես ապահովում եմ այս ամենը առավոտյան, այնպես որ կարող եք շատ հանգիստ վայելել։ Ահա Սուրեն ջան, սա էլ ձեր նախաճաշը։ Ժողովուրդ, շատ քիչ բան ա պետք նախաճաշի համար, հաց, պանիր եւ թեյ։ Շատ քիչ բան ա պետք մարդուն երջանիկ լինելու համար, իհարկե, նախաճաշ եւ վերջ։ Այս բոլորը նաեւ տրամադրություն է բարձրացնում։ Ահա, խնդրեմ, սա ձեզ ազատեք։ Այսպես Ժողովուրդ ջան, երեխեքին կերակրեցինք, անցանք հաջորդ գործողություններին։ Հիմա պիտի դադար լինի։ Դադար, բա մեր հավիկները ոնց ենք մշակելու, քիչ հետո կանցնենք մեր գլխավոր գործողություններին, դուք մնացեք մեզ հետ, ամեն ինչ լավ կլինի։
Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես իրոք ուզում եմ տեղեկացնել, որ մայիսի 5-ից 11-ը մայրաքաղաք Երևանում տեղի ունեցավ Երևան Cocktail Week-ը։ Այս տարի Հայաստան էին ժամանել աշխարհի տարբեր ծայրերից՝ Սան Ֆրանցիսկոից, Ռոմից, Դուբայից, Ամստերդամից եւ Լիմայից եկած տարբեր փորձ ունեցող մարդիկ։ Եվ այս առիթով մեր տաղավարում հյուրընկալել են Երևան Cocktail Week-ի հիմնադիր Գեղամ Ղազարյանին, ով ավելի շատ հայտնի է Գեղամ Կազարիս անունով։ Բարի լույս։ Շատ լավ, շնորհակալություն։ Ինչ լավ է։ Հետաքրքիր միջոցառում է անցկացվել, հա, Երևանում մայիսի 5-ից 11-ը Երևան Cocktail Week։ Ոնց հասկանում եմ, փորձում ենք այս մշակույթը էլ ավելի շատ զարգացնել մեզ մոտ, որովհետև շատ անգամ մենք ինչ-որ բան ենք ուզում, հա, երեկոն ավելի գեղեցիկ դարձնելու համար, չենք ստանում այն, ինչը որ պատկերացնում ենք։ Հիմա ոնց որ թե ամենը բերվում է բալանսի։ Այո։ Արդեն 3-րդ տարին Երևան Cocktail Week-ը Հայաստանում կազմակերպում է միջազգային հյուրերի այցը եւ նաեւ այն կրթամշակութային ծրագիր է, որի ընթացքում տարբեր սեմինարներ են, մաստեր կլասներ, տրեյնինգներ, Հայաստանի լավագույն բարերի, բարթենդերների հյուրընկալության ոլորտում նաև ժամանած մեր հյուրերը տալիս են տարբեր հետաքրքիր սեմինարներ ու իրենց փորձով կիսվում են մեր տեղացի պրոֆեսիոնալների հետ, ել ավելի զարգացնելով այդ ոլորտը հյուրընկալության ու իմ ամենամեծ ցանկությունն էր նաև Երևան Cocktail Week-ը, որ չլինի միայն կոկտեյլի մասին փառատոն, ինքը շատ փակ, ավելի բուտիկ միջոցառում է, բայց միջազգային ամեն տարի ավելի քան 20 հյուրեր ենք ունենում եւ Ռուսաստանից եւ ինչպես նշեցիք տարբեր երկրներից, անցյալ տարի նաեւ Ճապոնիայից, Հնդկաստանից լավագույն էքսպերտներն են գալիս Հայաստան ու այդ միջոցով նաեւ տարածում մեր մշակույթը դրա համար Երևան Cocktail Week-ը ոչ միայն կոկտեյլի մասին է, այլ մշակույթի, մեր արմատների եւ ինչու՞ չէ, մեր մշակույթը մեր զենքն է իմ կարծիքով, դրա համար ունենալով այդ հարստությունը փորձում ենք տարածել աշխարհով մեկ։ Այս տարի որ երկրի ներկայացուցիչները հատկապես տպավորեցին, ինչ նոր մարդկանց հետ ծանոթացաք, ովքեր այսպես իրենց փորձը բերեցին եւ ձեզ համար էլ գուցե հետաքրքիր էր։ Դե հրավիրված էին King of Negroni-ին արդեն 3-րդ տարին, ինչպես մեր Իդեպ դայմավրեսելի կոկտեյլն է։ Այո։ Ամերիկայից ունեինք Ջոշ Հարիսը, որը որ ծագումով հայ է, Միչայլոց, ամեն տարի պեղում եմ տարբեր երկրներից ինչ որ հայ ծագումով, նա երբեք չէր եղել Հայաստանում ու շատ տպավորված վերադարձավ Ամերիկա, անգամ ցանկություն հայտնեց վերադառնալ, ինչի՞ չէ, որոշ ժամանակ ապրել Հայաստանում էլ ավելի արմատներին մոտ։ Այո։ Ու տարբեր իրեն այտենց հետաքրքիր փորձառությամբ նաև մեքսիկացի Խուլիո Բերմեխոն, որը որ տեկիլայի հանրաճանաչ աշխարհային ամբասադորն է, պետության կողմից նաև ճանաչված եւ այլ շատ կարեւոր դեմքեր։ Նյու Յորքից Ֆիլիպ Դաֆը, Հռոմից տարբեր հյուրեր ունենք նաև Ջերի Թոմաս Project-ից մեր լավագույն հյուրերը, որոնք մեսկալի մասին, պատմության մասին խոսեցին, Ռուսաստանից ունենք տարբեր հյուրեր, Աբու Դաբի, Դուբայից, նաև լավագույն մենեջերները, հոթելների 5 աստղանի հոթելների նաև ներկայացուցիչներ, բար մենեջերներ եւ այլն, Իսպանիայից, Հունաստանից, Գերմանիայից ունեինք լրագրողներ շատ կարևոր mixology, Forbes-ից իհարկե նաև երկրորդ անգամ արդեն Հայաստանում մեր հրավերքով, այնպես որ մեր մասին գրում են արդեն New York Times-ում, գրում են ավստրալիական պարբերականներում ու լավագույն lifestyle եւ հյուրընկալության բոլոր ամսագրերում։ Եվ խոսում ենք առաջին ծրագրում ձեր մասին։ Դու նաև, այո, մեծ պատիվ ունեմ հյուրընկալել ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ ենք շատ։ Փորձի փոխանակումը ինչ է տալիս նաև մեր հյուրերին, որովհետև այ դուք նշեցիք, նրանք այս վարդիկ են, այս վարպետներն են, բերում են իրենց մշակույթը, մասնագիտական, իսկ մենք ինչ ենք տալիս նրանց, ինչի համար են գալիս։ Այ դուք հրավերն անում եք եւ սենց շատ ուղիղ հարց տամ, հա, հյուրը չի հարցում, այ ինչի ես պիտի գամ Հայաստան, ինչ է ինձ դա տալու։ Ճիշտն ասած, շատ կարևոր ու լավ հարց եք տալիս, որովհետև Cocktail Week-երը աշխարհում շատ կան, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ Իտալիայում շատ հայտնի են, Իսպանիայում եւ այլն։ Ես համակազմակերպիչ եմ եղել տարբեր Cocktail Week-երի, Վենետիկում, Ֆլորենցիայում եւ այդ փորձը բերել եմ Հայաստան։
ու միշտ մտածել եմ ինչպես կարելի անել, որ մեր cocktail week-ը տարբերվող լինի։ Անցյալ տարի արդեն համարվեց 5 լավագույն cocktail week-երից մեկը աշխարհում, որը որ Երևանի համար շատ կարևոր է, որպես փոքրիկ քաղաք, որպես եւ Հայաստանը դնել քարտեզի վրա իմ ամենամեծ ցանկությունն էր, ու մեզ մոտ ստացվեց դա։ Այս տարի կրկնակի անգամ հաստատվեց որպես ամենամշակութային cocktail week-ը, որի ընթացքում ոչ միայն կոկտեյլներ են ներկայացվում, այլ նաև հայկական մշակույթը, եւ ամենաշատը մեր հյուրերին դա է գրավում երևի, որովհետեւ մենք իրենց համար էկզոտիկ ենք, որպես երկիր փոքրիկ հին մշակույթով ու փորձում եմ շատ հետաքրքիր կոկտեյլ կառուցել մեր մշակույթից, մեր այս տարվա թեման քանի որ երաժշտությունն ու պարն էր, շատ նրբորեն ամենամաքուր հայկական երաժշտությունը ներկայացրեցինք իրենց, հոգևորից սկսած Կոմիտասի տարբեր շարականներից, տարբեր եւ Գեղարդում, եւ բնության մեջ տարբեր հետաքրքիր հացի թխման շուրջ մեր ապերիտիվը, մեր բուրում ասածը, ես հայկական ապերիտիվ մի բաժակ գինու հետ նաեւ ներկայացրեցինք երկի միջոցով, այդ ընթացքում կայթի տղաները, կայթ պրոջեկտը մեզ համագործակցում էինք ու շատ հետաքրքիր ձևով երգեցին հացթուխի երգերը եւ մեր ժողովրդական գործիքները եւ կանոնը եւ քամանչան եւ դուդուկը իհարկե փոքրիկ սեմինարներ կազմակերպեցինք ծանոթացում մեր հայկական ժողովրդական գործիքներին իրենց համար, այնպես որ շատ հագեցած շաբաթ ենք ունեցել ու ես տենց 22 ժամ օրական աշխատանքից հիմա մի քանի ժամ քնելուց հետո վերադարձել եմ ձեզ մոտ հյուր տաղավար, ինձ թվում է կարևոր է մեր մշակույթը մաքսիմալ ձևով տարածել, քանի որ դա մեր մշակույթը, մեր ողնաշարն է ու ինքը շատ կարևոր զենք է ինձ համար, մանավանդ ներկա պահին Հայաստանը ներկայացնելու ու նման ձևով ել ավելի ճանաչելի դարձնելու աշխարհին։ Շատ հագեցած եւ շատ հայկական է ստացվել cocktail week-ը։ Ինձ հետաքրքիր է Հայաստանում top 3 կոկտեյլների, որոնք կառանձնացնեք, որ ամենատարածվածն են, ամենասիրելին են։ Շատ դժվար եւ երկուսն էլ ձեր կողմից ասեք, որը տարածված չի, բայց ափսոսում եք կամ մտածում եք, հա, որ պետքա լինեն top-ում, բայց Հայաստանում դեռ այդքան էլ տարածում չունեն։ Մենք ունենք մի շատ կարևոր ցենց ցերեմոնիա արդեն հայտնի ամեն տարի Negroni կոկտեյլը որպես ամենակլասիկ, ամենահայտնի կոկտեյլը եւ քանի որ գալիս է King of Negroni-ին, Negroni թագավորը, կազմակերպում ենք նման բան։ Մեր հատուկ հյուրերը բերում են իրենց մի փոքրիկ շիշ Negroni-ին, իրենց բաղադրատոմսով պատրաստած ու մենք անում ենք մեր Negroni-ին Հայաստանում, այս տարի մի քիչ մերոն ենք անվանում, հուսամ եկեղեցին կների ինձ, քանի որ կարմա Negroni է, որը որ իր էներգիան է բերում ամեն մի հյուր, վերջում լցնում ենք մի մեծ բաժակի մեջ ու նորից փոքրիկ շշերով շշալցնում ու տալիս բաժանում ենք բոլորին։ Այսինքն տանում են իրենց հետ ու դառնում է Հայաստանում էներգետիկ մի հատ լավ կարևոր sense կոկտեյլ պատրաստված, որը տարածում ենք աշխարհով մեկ դեպի Ամերիկա, դեպի Ճապոնիա, դեպի Եվրոպա ու ինքը արդեն դարձել է որպես ամեն տարվա ցերեմոնիա այդպես, հա, որ բոլորը սպասում են դրան ու տանում տարածում են այդ փոքրիկ շշերը ու նաև այս տարի քանի որ ֆիլհարմոնիկի 100 ամյակն էր մեր, ես ստեղծեցի մի կոկտեյլ մեր հայկական խոտաբույսերով, մատենադարանի խմիչքները օգտագործելով, հայկական սպիտակ գինին եւ նուռի հիմքով կորդիալը պատրաստված, այդ բաղադրատոմսը նվիրեցի պարոն մայստրո Թոփշյանին, մեծ պատիվ էր ինձ համար ու այնտեղ կազմակերպեցինք փոքրիկ համտեսում, համերգից առաջ մեր հատուկ հյուրերի հետ միասին, այնպես որ շաբաթվա ընթացքում ոնց ընդունեց, հավանեց։ Շատ լավ, շատ հավանեց ու անգամ առաջարկ ունենք հիմա ֆիլհարմոնիկի հետ ճանապարհորդել ու այդ կոկտեյլը պատրաստել Philharmony, այդպես է կոչվում։ Վաու։ Զգա հարմոնիա։ Զգա հարմոնիան ու այդ կոկտեյլը դարձավ որպես 100-ամյակի նվիրված մեր հայկական, շատ հայկական ինգրեդիենտներով, բաղադրիչներով կոկտեյլ։ Դրա համար շաբաթվա ընթացքում նաև կլասիկան չենք մոռացել մեր Արամ Խաչատրյանին, Բաբաջանյանին, այդ ընթացքում եւ ժողովրդականը, եւ ֆոլկը, եւ
հոգևորը, փորձել ենք եւ Կարինի հետ մեր պարերը, բարտենդերներին, մեր պրոֆեսիոնալներին փորձեցինք յախուշտա սովորացնել իսկական հայկական թամզարա։ Իմ մոտ տպավորությունն է, ոնց որ ոչ թե կոկտեյլ week էր։ Ազգային ազգագրական։ Ինքը վերջի art week է ստացվում, ինձ էլ մի քանիսը ասեցին։ Իսկ հյուրերը վերջում Յան ազգանունը վերցեցին ու գնացին։ Այո։ Առաջին տարին ճարտարապետությունն էր, հայկական ճարտարապետությունը շատ էր հարցնում են ինչ կապ ունի այդ արվեստը կոկտեյլների հետ, բայց մեր պրոֆեսիոնալները ներշնչվում են ու շատերը ել ավելի մեր արմատներն են սկսում ուսումնասիրել ու թե նկարչությունը անցյալ տարի կերպարվեստը շատերը գնացել էին մատենադարան, սկսել էին մանրանկարչություն ուսումնասիրել, այն մարդիկ, որոնք աշխատում են բառում ու այդքան էլ կապ չունեն արվեստի հետ, այսինքն բոլորին արվեստին ենք մոտեցնում, անգամ մերոնց երիտասարդությանը ոգեշնչում ենք դրանով։ Ասեմ, որ եթե հանկարծ աշխարհի մի որևէ եվրոպական երկրում եւ մի շատ այսպես նշանավոր բառում հանկարծ մենյուում տեսնեք Նեգրոնյան կամ Մոխիտյան կոկտեյլները, իմացեք, որ դա Կազարիսի ձեռքի գործն է եւ նրանք հայաֆիկացրեցին այդ մարդկանց եւ կոկտեյլները Յան վերջավորություն ունեցան։ Մենք ասած խոսում ենք, ես ուզում եմ վերցնենք մեր շատ սիրելի Իջևանի սպիտակ գինին, ձեզ ուղղորդենք խոհանոց եւ պատրաստեք այն ամեն ինչի մասին խոսենք, որտեղ խնդրի չկա, ամեն ինչ հնարավոր է։ Ինչով կոկտեյլի ընթացքում ուղղակի որոշ բաղադրիչներ իհարկե բիթերներ կամ խոտաբույսեր կամ մի քիչ ավելի աշխատանքային, անպայման մեծ սիրով։ Ես պիտի խնդրեմ նաև այ երբ որ գաք մեզ մոտ հենց այդ նման, հա, առաքելությամբ Feel Harmony կոկտեյլը պատրաստեք։ Նույնի առաջին ծրագիրը կարող է լինել։ Նոր ստեղծվի։ Առավոտյան համ, որը կլինի առաջին ծրագրի համար։ Այո, ինչի՞ չէ։ Մեծ սիրով կնվիրեմ։ Սա այն տպավորությունն էր, որը ընթացքում, հա, ներկայացվեց հյուրերին, իսկ գնալուց հյուրերն ինչ ցանկություն հայտնեցին, ինչպիսին էր նրանց արդեն ֆիդբեքը։ Գնալուց արդյունքներով շատերը, ճիշտն ասած, որոշ Instagram-յան էջերում, որ նայեք, հետևեք, մեկը գրել էր մի մանկա գաթա, իտալերեն իտալացի հայտնի ժուրնալիստ Ջակոմո Յակոբելիսը ասում էր, որ կարոտում եմ գաթան, մյուսը գրել էր, որ Հայաստանը իմ երակներում է արդեն ու արտասվում էր անգամ Խուլիո Բերմեխոն առաջի անգամ էր այստեղ, այնպես որ ինձ թվում է բոլորը սենց հայեցի շատ հայկականով սենց տարածված սիրով գնացին ու սպասում են հաջորդ տարվա վերադարձին։ Հաջորդ տարվա վերադարձը երբ է լինելու եւ ինչ թեմատիկա է կրելու այս անգամ։ Ճիշտն ասած բարդ հարց եք տալիս, որովհետև 3 տարուց հետո ես միշտ ասում եմ մյուս տարի էլ չեմ անի, քանի որ ինքը շատ բարդ է Հայաստանում կազմակերպել նման միջոցառում, շատ մեծ էներգիա է ինձնից գնում ու տարվա կեսը աշխատանքային շատ մեծ ծավալ ունի ու իմ թիմը շատ փոքր է, բայց շատ կարևոր է լավ թիմ ունենալ իհարկե ցանկացած պրոյեկտի մեջ։ Տեսնենք, կարող է փոքրիկ մի հատ մտածում եմ սպասենք երևի 26-ը, երևի 27-ին շարունակենք ավելի շատ, բայց 3 տարի անընդմեջ դա արդեն մեծ աշխատանք էր ինձ համար, կարծում եմ բոլորը կզգան ու կհասկանան էլ ավելի, կգնահատեն ինչ էր Երևան Cocktail Week այս 3 տարվա ընթացքում ու ինչ կարևոր միտք ուներ, որը որ միայն կոկտեյլի մասին չէր փառատոնը։ Իսկ դուք որ երկիր եք գնում մասնակցելու Cocktail Week-ի կամ օրինակ մյուս տարի որ չեք կազմակերպում, որ երկիր կուզեք գնալ։ Ես 22 տարի ապրել եմ Իսպանիայում ու Իտալիայում, հիմնականում 3 տարի, 4 տարի ինչ վերադարձել եմ ավելի շատ Հայաստանում եմ։ Հիմնականում իտալական Cocktail Week-երի մաս եմ կազմում, հիմա գնալու եմ սեմինար տամ հունիս ամսին Պերուջիայում կայացող Cocktail Week-ին, հետո Միացյալ Նահանգներում հուլիսի վերջում նաև Tales of Cocktail, ինքը ամենակարևոր միջազգային կոկտեյլ էվենտներից մեկն է, միջոցառումն է համարվում, հետո Մեքսիկո։ Ես մի շրջագայում եմ իմ աշխատանքով, ունեցել եմ այդ պատիվը, որ ինձ հրավիրում են Ճապոնիա, հրավիրում են տարբեր երկրներ ու իմ աշխատանքը մի քիչ կապված է դրա հետ։ Շատ եմ սիրում միջերկրական ծովը ու մտածում եմ միգուցե այնտեղ մի նոր բան կազմակերպենք, քանի որ միջերկրածովյան մշակույթը ինձ շատ հարազատ է, երկար տարիներ այնտեղ ապրելուց հետո միգուցե վերադառնամ։
Wow. Եվ մի շատ սուբյեկտիվ հարց, Long Island-ը շատ այսպես գերագնահատված է Հայաստանում որպես կոկտեյլ, որովհետև իմ բոլոր ընկերները համարը դա են խմում, ես չեմ հասկանում ինչու, որովհետև ինձ Այ մի հատ ցավալի հարց եք տալիս նորից։ Long Island-ը ես անգամ չեմ համարում կոկտեյլ, բայց ինքը քանի որ ուժեղ է համային առումով ու ազդեցությունը նաև մարդկանց վրա շատ ավելի ուժեղ է, դրա համար շատերը նախընտրում են 1-2 կոկտեյլ եւ վերջ, բայց կոկտեյլի մշակույթը ինձ համար անգամ ոչ ալկոհոլայինը շատ կարևոր է, ինքը ուղղակի հյութերի խառնուրդ չի։ Դրա համար մեր մենյուների մեջ բարերում ես պարտադրում եմ ամեն տարի գոնե 1 կոկտեյլը ոչ ալկոհոլային լինի, որովհետև շաբաթվա ընթացքում մենք ստեղծում ենք կոմիտասին նվիրված կամ թամզարա կամ պարին ինչ որ հետաքրքիր անվանումներով ու ինչ որ storytelling, որը որ պատմություն է նման կոկտեյլի ստեղծման մասին, այդ մենյուն ունենք շաբաթվա ընթացքում ու շատ անգամ այնքան բոլորին դուր է գալիս դա, որ մնում է ամբողջ տարին որոշ բարերում, այնպես որ եթե լինեք 18 բարերում Երևանյան անպայման հարցրեք Երևան Cocktail Week-ի կոկտեյլի մասին։ Ես նախընտրում եմ ուրիշ կոկտեյլներ, որոնք որ կլինեն նաև մրգողիով, նաև օգնում ենք մեր լոկալ մշակութային, մեր հինը, մեր թրմածը, մեր օգտագործենք նաև լոկալ ինգրեդիենտներ, բաղադրիչներ, որոնք որ կլինեն ավելի հայկական։ Եվ ինչու՞ չէ, եթե դրսից ինչ-որ մի այլ ինգրեդիենտ է, որը որ չկա Հայաստանում, կամ ռոմ լինի, կամ տեկիլա, կարելի է օգտագործել, բայց միշտ որակով։ Եվ չափավոր։ Եվ չափի մեջ, անպայման։ Այդ տեղի ինգրեդիենտը մի մաձ ես ուզում նվիրել Իջևանի գինու գործանի կողմից ներկայացվող սպիտակ գինին, սափորը, որը կարծում եմ կհամալերի որևիցե մի շատ հետաքրքիր նորաստեղծ կոկտեյլի բաղադրիչ։ Շատ շնորհակալություն։ Հայկականը եւ որակովը։ Եվ հուսանք, որ այդ Ես էլ ուրեմն մի փոքրիկ ձեզ նվեր ունեմ, որ ամեն տարի ինչ-որ փոքրիկ նման բաներ ենք անում, բացիկներ ենք նաև թողարկում, Cocktail Week-յան, այստեղ ունեք գործին եք խփում։ Այո։ Այստեղ ունեք այն բարերը եւ մեր ծրագիրը, որը որ տեղի ունեցավ, ավելի ծանոթանալու Cocktail Week-ի հետ, մի քիչ ավելի շատ ինֆո, նաև նամականիշեր ենք Ես սա հավաքում եմ, գիտեք։ Սա ձեզ նվեր նույնպես։ Դուրջ ես հավաքում եմ նամականիշեր եւ գրիչ եւ այն փոքրիկ ժամանակվանից ունեմ նամականիշեր։ Գնաց նամականիշը որպես պետական բան դա Երևան թե չէ։ Այո։ Շնորհակալ ենք շատ։ Վաու, ես սա կպահեմ։ Մեր հայկական հայտնի ֆիլմերից մեկը է, որ այս ամեն ինչը Սայաթնովան, ես հիմա այդ նույն տպավորությունը ունեմ, որովհետև կոկտեյլները այդ ամեն ինչը ու այս հայկականը ինչ որ sense շատ հետաքրքիր եք համադրել եւ շատ գեղեցիկ։ Ես էլ ձեզ նվիրեմ բացիկ, որովհետև բացիկը դա մշակույթ է ու շատ գեղեցիկ ու էմոցիա է փոխանցում, ոնց որ հիմա դուք մեզ տվեցիք այդ էմոցիաները։ Ուզում եմ ձեզ նվիրել բացիկ, որի մեջ ներառվում են սիրված երգերից ֆրազներ, որոնք տալիս են ինձ այդ տրամադրությունը։ Հաստատ եղամ կնվիրեք նրան, ով արժանի է ձեզ ձեր կողմից այս խոսքերին։ Ծաղիկներ բերեմ, սիրուն քո ճամփեն, զուգեմ, զարդարեմ։ Այստեղ ֆենոմենը սրանց այն է, որ հա ներառվում են սիրված երգերից ֆրազներ։ Սա ձեզ ծաղիկների կամ մի հետաքրքիր կոկտեյլի հետ նվիրելու համար։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն շատ։ Շատ հետաքրքիր հյուր եք, շնորհակալություն։ Դե մենք մեր հյուրին հիմա ճանապարհում ենք ակնկալելով, որ նա կվերադառնով արդեն կոկտեյլ կպատրաստի այստեղ։ Այո, մեր ցելի Ադրինեի հետ խոհանոցում։ Իսկ հիմա Դադար մեր եթերում, որից հետո վերադառնանք ու շարունակենք։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ եւս մեկ անգամ եւ օրվա բաղադրատոմսին ենք անդրադառնում, ինչ ենք անում այս պահին։ Սիրելիներս, ես հավի թևիկները այս փոքրիկ մասը իհարկե արդեն մշակել եմ, թողել եմ մի կողմի վրա, բայց 3 կտորը թողել եմ, որպեսզի միասին այն մշակենք ու դուք տեսնեք, թե խոսքը ինչի մասին է, տեսնեք գործողությունը եւ հասկանաք։ Ահա ունենք այս փափկամիսը թևիկի եւ հիմա վերևի հատվածում, այս ոսկրային հատվածում դանակով կտրվածք ենք անում ամբողջ այսպես շրջաձև տարածքով, որպեսզի կարողանանք միսը ոսկրից ազատել։ Իհարկե այս գործողության համար հաստատ սուր, լավ սուր դանակ է պետք, բայց եթե սուր չլինի դանակը, նույնիսկ կարող եք մկրատի օգնությամբ այս գործողությունը անեք, կաշին կտրելով կարող եք շատ հանգիստ ոսկրից ազատել ուրեմն միսը։
Ահա, եւ դանակի էլի օգնությամբ, այսպես հրումով տանում ենք դեպի ներքև միսը, որպիսի ոսկորը երևա։ Ահա, այսպիսի տեսք է ստանում այն։ Ես այս ձևը մշակման շատ սիրում եմ, շատ հավանում եմ եւ ուտեստների մեջ շատ գեղեցիկ է լինում։ Եվ եթե կան ավելորդ հատվածներ, բնականաբար հեռացնում ենք այն եւ գլխիկի մասից, այս պոչիկի մասից եւ իհարկե կողքի հատվածներից։ Ահա, ստացանք այսպիսի տեսք։ Չգիտեմ, հուսով եմ երևում է։ Եվ այսպես տնենք տարայի մեջ։ Այս երկու կտորն էլ ուրեմն նույն գործողությունն ենք անում եւ իհարկե սկսում ենք համեմել այն։ Այսպես էլի դանակի օգնությամբ հրումով ոսկրից ազատում ենք միսը։ Ես ձեռնոցով եմ սահում է ձեռքերիցս, բայց դե պետք է հարմարվել։ Ահա, այսպես։ Դանակի օգնությամբ էլի հրումով հեռացնում ենք միսը։ Այսպիսի տեսք է ստանում, ահա։ Եվ եփվելուց հետո շատ գեղեցիկ տեսք է ունենում։ Սա էլ, այս վերջի կտորն էլ միասին ուրեմն կտրենք ու իհարկե սկսենք համեմել։ Համեմունքները շատ բազմազան են լինելու, սիրելիներս, ես ուզում եմ, որ հետաքրքիր համ ունենա եւ տեսքը եւ համը հետաքրքիր լինի, այնպես որ նկատի ունեցեք, շատ համեմունք ենք օգտագործելու։ Ահա, հաջորդ կտորն էլ է պատրաստ, այսպիսի ուրեմն թևիկներ ստացանք։ Այսպես, սա դնում ենք մի կողմի վրա, անցնենք առաջ, ինչ ենք անում։ Այստեղ ունեմ ես արդեն խառնուրդ, այս խառնուրդի վրա կավելացնեմ հաջորդ համեմունքները, աղ, խմելի սունելի, մի փոքր կծու կարմիր պղպեղ, քրքում, սխտորի փոշի եւ էլի ունեմ այսպիսի հետաքրքիր հավելումներ եւ այստեղ հենց կլցնեմ այս ամանի մեջ, ամեն ինչից քիչ, չենք չարաշահի բնականաբար, շատ քիչ ամեն մեկից ավելացնենք, այսպես խմելի սունելի, մի փոքր կարմիր կծու պղպեղ, մի փոքր քրքում, մի փոքր սխտորի փոշի, աղ, աղը մի քիչ շատ կանենք, այսպես։ Եվ այստեղ ինչու ոչ կարելի է շատ քիչ համեմի սերմ ավելացնել, հետաքրքիր բույր կտա, այ այսքան։ Ահա, տեսեք որքան գեղեցիկ գույներով ուրեմն փունջ ստացանք սիրելիներս։ Հիմա այս ամբողջը խառնենք գդալի օգնությամբ եւ իհարկե ավելացնենք մեր շատ համեղ հավիկների վրա։ Սիրելի Ադրինե, ողջույն Սոնա։ Ողջույն սիրելիս։ Համեմում ես այս շատ պուճուրիկներին։ Պուճուրիկ թևիկներին, այո։ Այստեղ փորձեցինք մի ամբողջ փունջ պատրաստել։ Եվ իհարկե նշեմ, որ այս համեմունքների փունջը նաև դու ես ապահովել ինձ համար խոհանոցում։ Եվ սա վերջին համեմունքն է, չէ՞, այս պահի դրությամբ։ Այս պահի դրությամբ, այո։ Ես ներեցեք, հասկանում եմ ամեն բան, բուսայուղ եւ վերջ։ Ահա, հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ժամանակն է խոսելու առողջ ապրելակերպի մարզումների մասին, քանի որ առաջիկայում արդեն շատ կարճ ժամանակ անց ամառը եւ պետք է պատրաստվենք ամռանը մեր կազմվածքով եւ մշտապես լինենք առողջ, իսկ այս հարցում մեզ օգնում է Hills սպորտային համալիրը։ Տեղափոխվենք այնտեղ եւ տեսնենք թե այսօր ինչ մարզաձև է առաջարկվում ձեզ։
Բուրի ֆիթնեսը ուղղված է նստամկանի եւ ազդրերի մկանների զարգացմանը։ Օգտագործվում են գանտելներ, ոտքերին ամրացվում ծանրոցներ, ռեզիններ։ Նստամկանը համարվում է մարմնի ամենամեծ մկանը եւ որոշիչ դեր ունի գեղեցիկ ու առողջ մարմին ձևավորելու հարցում։ Կարող են մասնակցել ցանկացած սեռի եւ ֆիզիկական պատրաստվածության մարզվողներ։ Դասի վերջում կատարվում են նաեւ ձգումներ, որը նպաստում է ճկունության եւ շարժունակության բարելավմանը։ Մոտիվացիան մեզանից, մարզվելը ձեզանից, ելի հեռուստադիտողներ, իդեպ այս վատ եղանակի ստրեսային իրավիճակը հաղթահարելու լավագույն տարբերակներից է մարզումը, որովհետև մարզվելուց հետո շատ մեծ էներգիա եք ստանում։ Այո, միանգամից նորից արևը շողում է ձեզ համար եւ փորձում եք իհարկե տրամադրվել օրվա կարևոր գործերին։ Իսկ օրվա կարևոր բաղադրատոմսը դեռ շարունակվում է պատրաստվել, որովհետեւ հենց այս բաղադրատոմսի մյուս մասն էլ Ադրինեն հիմա արդեն պատրաստ է մեզ ներկայացնելու։ Սիրելի Ադրինե, շնորհակալ եմ սիրելիներս, բարի ողջույն եւս մեկ անգամ իմ թանկագին հեռուստադիտող։ Սիրելիներս, այսօր մենք պատրաստում ենք շատ համեղ տաք ուտեստ, որը բաղկացած է մի քանի բաղադրիչներից։ Եթե հիշում եք, ավելի շուտ մենք ուրեմն հավիթևիկները փորձեցինք ոսկրից միսիկը ազատել, այսինքն կտրվածքի միջոցով եւ այն համեմեցինք շատ բազում համեմունքներով, ամբողջ մի այս փունջը, որը այստեղ տեղադրված է ինձ մոտ եւ նույնիսկ մի քանի բան հավելումներով մենք պատրաստեցինք ուրեմն համեմունքների փունջ եւ ավելացրեցինք մեր շատ համեղ թևիկների վրա ու այդպես հրակայուն ամանով ես տեղափոխել եմ ջեռոց։ Այն արդեն պատրաստվում է, քիչ հետո ուրեմն կհրամցնեմ եւ դուք կտեսնեք թե ինչպիսի տեսք ունի այդ թևիկները, բայց այս բոլորը ուզում եմ մատուցել շատ համեղ հավելումներով։ Մենք այստեղ պատրաստի վիճակում ունենք իմ ամբայալդի, դուք գիտեք, մեզ տրամադրում է մեր գործընկերը։ Ես ուզում եմ հենց հիմա այն բացել, լցնել տարայի մեջ, այսինքն կաթսայի մեջ եւ տաքացնել այն։ Ես այսօր ուզում եմ տաք վիճակում մատուցել այն։ Ահա կլցնենք մեր թավայի մեջ եւ դանդաղ կրակի վրա այն կտաքացնենք։ Այսպես։ Ահա։
շատ անուշ բույր ունի, սիրելիներս, տեսքի մասին խոսք չկա եւ համի մասին խոսք չկա, սա շատ ավելի ուշ մենք կվայելենք բոլորս միասին, ահա ես կծածկեմ կաթսայի կափարիչը եւ կթողնենք շատ դանդաղ կրակի վրա այն կտաքանա։ Եվ այս ընթացքում կփորձենք պատրաստել պսկաթանը, այսինքն ոչ թե պատրաստել, պսկաթանը արդեն պատրաստի վիճակում է, այլ իմի բերել, այսպես ասած նորից եռացնել, մեկ անգամ գոլ ջրով այսպես տաքացնել, որպեսզի կարողանանք վայելել այն։ Ինչ է մեզ պետք դրա համար։ Գդալը վերցնենք, այս թավայի մեջ լցնենք մեր պսկաթանը, հա տեսեք ինչպիսի յուղ է պարունակում իր վրա, պսկաթանը դուք գիտեք ինչ համեղ, հին հայկական կաթնամթերք է, որը յուղերում պատրաստել են մեր տատիկները, շատ համեղ եւ օգտակար կաթնամթերք։ Ողջույն Սոնա ջան, ողջույն։ Հասցրիր ամբողջը։ Հասցրեցի, ասեմ մի բան էլ ավելին։ Այո։ Այո։ Նախաճաշ պատրաստեցինք, թեյ պատրաստեցինք, անոր դու իհարկե այնպես լավ։ Եկել եմ արդարությունը վերականգնել, ես ինչով էի ձեզ խանգարում։ Եվ եկել եմ օգնեմ դրա փոխարեն։ Վայ Սոնա ջան, բնականաբար դու ոչ մի բանով չէիր խանգարում։ Ես պարզապես այդպեսի ընդհանուր ասեցի, բայց երևի թե ես շատը կատակելու համար, որպեսզի մեր հեռուստադիտողի տրամադրությունը բարձրացնենք, ինչու՞ չէ։ Մի փոքր այստեղ խոհանոցում չարաճճիություններ երբ մենք անում ենք, ես կարծում եմ հեռուստադիտողին լիցքավորում ենք մենք դրանով։ Հեռուստադիտողը մեզ շատ լավ ճանաչում է արդեն եւ իմիջիալոց 3 առաջ երբ մենք սիրում եմ։ Այո, ես երբ դու քո այսպես նախաձեռնությամբ կազմակերպեցիր այն նկարների շարքը, ահա, որը շատ մի քանի տարի առաջ մենք միասին այստեղ խոհանոցում նկարվել ենք եւ նկարվեցինք մի քանի օր առաջի օրը, այո, նորից նկարվեցինք նույն նկարը, տեղադրեցինք, շատ հեռուստադիտողներ արձագանքեցին եւ ասացին, որքան ենք սիրում հաղորդաշարը եւ որքան ենք ձեզ այսպես գնահատում եւ կարեւորում, որովհետեւ առավոտները ձեզ հետ ենք սկսում։ Եվ այո, այստեղ ինչ որ կատարում ենք, մենք փորձում ենք նույնիսկ այս չարաճճիությունները հանուն մեր հեռուստադիտողի, որպեսզի տրամադրությունը բարձրացնենք, քանի որ մի փոքր ինչու ոչ, եթե այսպես իջնում ենք այն երազանքների դաշտից մի քիչ այսպես գորշություն կա, թեթևակի գորշություն կա եւ այդ գորշությունից դուրս գալու համար պետք է ինչ անել, մի փոքր ուրախանալ, այո, տրամադրությունը փորձենք բարձրացնենք, եթե ստացվում է ուրախ ենք դրա համար եւ ամեն առավոտ այսպես ես եւ իմ գործընկերները փորձում ենք թեկուս թեթև չարաճճիություններով այնպես անել, որ դուք լավ տրամադրություն ունենաք։ Եվ մենք հրաշալի հյուր ունեցանք այսօր, ով ամենաանհավանական տեղում հայկականը պրոպագանդելու ձև էր գտել եւ այստեղ հիմա քեզ մոտ տեսնում եմ հայկական արտադրանք, որը շատ համեղ է եւ շատ հենց մեր տարածաշրջանին է հատուկ եւ հատկապես մեր լեռնային երկրին է հատուկ, այն առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Էլոլա ընկերությունը առանձնանում է իր անարատ կաթից պատրաստված բարձրորակ կաթնամթերքով, ինչպես նաև պանիրների լայն տեսականիով եւ իդեպ այս հրաշալի ապրանքանիշ ունի նորույթ, դուք տեսնում եք մեր զամբյուղի մեջ, ահա այստեղ նորույթը Սոլուգունի պանիրը եւ բաստուրման այս համադրությունը միայն կարծում եմ այս ընկերությունն ունի, այնպես որ ձեռք բերեք անպայման վայելեք, որովհետեւ իսկապես մեր օրերում շատ կարեւոր է հետեւել առողջությանը եւ բազմիցս խոսում ենք, որ օդը աղտոտված է, կան խնդիրներ եւ շատ դժվար է մեր իրականությունում այս արագ վազքային կյանքի մեջ պահպանել առողջությունը, գոնե նախընտրենք բնականը, անարատը եւ այդպիսով մեր օրգանիզմին մի փոքր կօգնենք, որպեսզի ավելի առողջ լինենք։ Այո, շատ ճիշտ եւ շատ գեղեցիկ ասացիր ամեն ինչ։ Ես էլ կողմնակից եմ ամեն բան հայկական, մանավանդ օրինակ, եթե ես այսօր առաջարկել եմ հեռուստադիտողին պսկաթանը շատ հին հայկական է, գիտեք, այո, մեր հին հայկական խոհանոցից։ Իդեպ մի անգամ ասացիր, որ չորաթանն այդպես են անվանում։ Այո, շատ ճիշտ է, հենց չորաթանն է, պարզապես ինքը, քանի որ գործարանային, ճիշտ է, սա մեր տատիկների պատրաստած պսկաթան չէ, այսինքն այն գնդիկ վիճակ, չոր վիճակները չէ, արդեն գործարանի արտադրանքի շնորհիվ այն հարված վիճակում է, որովհետև հարելը շատ
դժվար աշխատանք է։ Իրականում, եթե ես ասում եմ հին հայկական, եթե շատ հետ գնանք եւ դարեր առաջ, մեր տատիկները, գիտես, ձեռքով մաղի օգնությամբ տրորել են, օրեր տրորել են, որպեսզի դառնա այս պսկաթանը, հարված վիճակը։ Ինքը շատ դաժան եւ դժվար աշխատանք է եղել ժամանակին, բայց հիմա մեր արտադրողը առաջարկում է ամենամատչելի պատրաստի տարբերակը տնական համով եւ հոտով։ Այո, շատ հեշտ տարբերակը, պարզապես պետք է այսպես լցնել կացայի մեջ, այն տաքացնել, մի փոքր ինչու ոչ, ես էստեղ եռացրաջուր ունեմ, ջրով բացել, այն ցանկության դեպքում կարելի է նաեւ ջուր էլ չավելացնել, պարզապես հենց այսպես էլ փորձել վայելել։ Այնպես որ շատ կարևոր է, այո, հայկական։ Այո։ Եվ քանի որ էլի ցիտելով մեր հյուրին, որովհետև շատ հետաքրքիր հյուր էր, իսկապես ինձ համար շատ հետաքրքիր հյուր ենք այսօր ունեցել եւ իրեն հատուկ, իր մասնագիտությանը հատուկ, այսպես դետալները շատ կարեւոր են, որը էլի հայկականի մասին է։ Իջևանի գինուգործանի առաջարկվող գինիները ինքը իհարկե սպիտակ գինին նախընտրեց կոկտեյլների տարբերակը կոկտեյլներ պատրաստելու համար։ Ես կարծում եմ, որ մեր զրույցը այսօրվա նաեւ իհարկե մենք խոստացանք հետո խոհանոցում անդրադառնալ եւ կոկտեյլ պատրաստել հյուրի հետ, բայց կարծում եմ ոգեշնչել է նաև հեռուստադիտողներին եւ իրենք տանը կարող են այսպես թե ոչ ալկոհոլային կոկտեյլ պատրաստել, նույնիսկ առավոտյան վայելել։ Իսկ այս ամենը իհարկե Իջևանի գինուգործանի կողմից արտադրվող անմահական գինիների շնորհիվ, իդեպ շատ տարբեր տեսակի գինիներ կան, ռոզե փրփրուն գինին, կարմիր չոր, կիսաքաղցր, սպիտակ, կարող եք նախընտրել ձեր ամենասիրելին եւ վստահաբար ոլորտում լավագույն, եթե ոչ լավագույնը, լավագույններից մեկն է եւ հայտնի է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ շուկայում ունի իր բարձր տեղը։ Նաեւ գործարանը առանձնանում է պահածոների եւ հյութերի լայն տեսականիով։ Հիմա վարքյաններ անց դուք կտեսնեք մեր էկրաններին իհարկե մի փոքրիկ հատվածը պահածոների եւ հյութերի, որովհետեւ այս գործարանն ունի համերի բազմազանություն, կարող եք ելի գտնել ու նախընտրել ձեր սիրելին եւ բոլորը միանշանակ տնական հոտի եւ համի մասին են հաստում։ Ահա էկրաններին այս պահին տեսնում եք շատ փոքրիկ հատվածը գինուգործարանի արտադրանքի։ Այո, եւ ասենք, որ այսօրվա մեր ուտեստը եւս ուրեմն հենց այդ առաջարկներից մեկն է Իման Բայալդին, որը այո, շատ հետաքրքիր ձևով մենք կմատուցենք, այն տաքանում է եւ ես ասեմ, որ այսօրվա ուտեստը ես այս վերջերս չգիտեմ, հակված եմ այն շերտավոր ուտեստներին, որոնք այդպես իրար վրա դասավորելով է մատուցվում, հագուստի մեջ շերտավոր հագուստն է շատ բանը տրենդային ուտեստի մեջ Ինեն է բերում այս տրենդը, վստահաբար, ես դեռ չեմ հանդիպել, որ շերտային ուտեստները այդքան ակտուալ լինեն, բայց կարծում եմ այս տրենդը քեզնով կգա եւ կմնա, մեր հեռուստադիտողներն կնախընտրեն, այո։ Այո, շատ եմ հավանում եւ եթե հիշում ես երեք եւս համարյա, այո, կարտոֆիլներ եւ հիմքը կարտոֆիլներ վրան, այո, այն սնկով համեղ սոուսներ, որ ավելացրեցինք, այսօր էլ այդպիսի տարբերակ կլինի, չգիտեմ, ինձ թվում է մատուցելիս շատ այն գեղեցիկ եւ հետաքրքիր է դիտվում, եթե հեռուստադիտողը չի փորձել երբևէ կամ իր համար մի տեսակ խորթ ու տարօրինակ է նմանատիպ համադրությունը, խորհուրդ եմ տալիս գոնե մեկ անգամ այդպես փորձեք, բնականաբար, եթե չհավանեք, հետագայում չեք օգտագործի այդ տարբերակ, բայց գոնե ճանաչելու, շփվելու, շոշափելու, այո, ճաշակելու համար անպայման մեկ անգամ գոնե պետք է։ Ահա, եւ այսօր իհարկե ամփոփելով արդեն համարյա խոհանոցը, մենք թեթև, բայց շատ տարբեր բաներ պատրաստեցինք։ Ունենք այնտեղ փոքրիկ թևիկները, որոնք եփվում են այս պահին, ունենք Իման Բայալդին, որը տաքանում է։ Այո, եւ պսկաթանը, որ արդեն պատրաստ է։ Այն պետք է ուղղակի մի փոքր տաքացնել, ցանկության դեպքում, եթե ջրալի տարբերակ եք, հյութեղ տարբերակ եք ուզում, եռացրած ջուր ավելացրեք, եթե ոչ, ապա հենց այդպես էլ այն տաքացրեք։ Մեզ մոտ համարյա թե ամեն բան պատրաստ է, ես ասեմ թևիկները ընտրել էինք այն փոքրիկ մասը թևիկի, հավի թևիկի, որը համեմեցինք բազմապիսի
ուրեմն համեմունքներով, ըստ ճաշակի իհարկե համեմունքը, մենք սիրում ենք համեմունք, այսինքն ես շատ եմ սիրում եւ այսպես ասած արդեն երեխաներիս էլ եմ արդեն սովորեցրել, որ այդպես պետք է լինի, ու այսպես ես կարծում եմ շատ։ Ես կարծում եմ 21-րդ դարը բազմահամության մասին է եւ այսպես հետաքրքրության մասին է, որովհետեւ ժամանակները մեզ տալիս են այդ հնարավորությունը եւ բազմաթիվ բացասականի կողքին պետք է դրականը նախընտրենք, վայելենք եւ օգտվենք, որովհետեւ շատ ժամանակներ առաջ դա չի եղել։ Իսկապես աշխարհը շատ բաց է, շատ լայն է, հատկապես խոհանոցային աշխարհը, այնքան համեր, այնքան նորություններ է գալիս խոհանոց, որ ինքդ էլ է զարմանում, միթե սա կարելի էր սրա հետ համադրել, ինչու ես դրա մասին վաղուց չգիտեի։ Այսպիսի բաներ շատ է լինում, նորույթ շատ կան ընդհանրապես գաստրոնոմիական աշխարհում, այնպես որ կարելի է ամեն բան փորձել, թեկուզ քիչ-քիչ, փորձել շատ կարևոր է։ Այո, բայց փորձել պարտադիր է։ Իսկ հիմա կունենանք կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Շարունակենք լավ տրամադրության բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, մայրաքաղաքում ինչպես ասում են, հա, 11:30 րոպե եւ մենք կամած գնում ենք առաջ եւ փորձում ենք նորից բացահայտել մեզ համար այն ամենը, ինչը արարվում, պատրաստվում եւ ստեղծվում է մեր իրականության մեջ։ Այո, հաճելիորեն շատ հայկական առավոտ եւ եթեր ստացվեց այսօր մեզ մոտ եւ այդ թեման շարունակելով հենց հիմա շատ հետաքրքիր տեսանյութ դիտենք, որտեղ եւս անդրադառնում ենք հայկական արտադրանքին։ Մեգերյան կարպետ ընկերությունը հիմնադրվել է 1917 թվականին Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում այսօրվա սեփականատերերի Պապու կողմից։ Պապը զբաղվել է 5 գորգերի առևտրով, ինչպես նաև լվացքով, վերանորոգումով այդ գորգերի, սկսած 70-ական թվականներից, երբ ընկերությունը անցել է թոռներին, նրանք որոշել են զբաղվել նաև նոր ձեռագործ միմիայն ձեռագործ գորգերի արտադրությամբ եւ աստիճանաբար ֆաբրիկաներ են հիմնել աշխարհի տարբեր երկրներում, սկզբից Եգիպտոսում, հետո Պակիստան, Աֆղանստան, Հնդկաստան, Չինաստան, Ռումինիա, վերջում 2002 թվականին գնեցին այս գործարանը, նախկին Այգորգը, որը սովետական միության ժամանակ էլի ձեռագործ գորգեր էր արտադրում։ Ամբողջ տեխնոլոգիան գործելու եւ ներկելու փոխեցին, պարսկական հանգույցը փոխեցին հին հայկական կրկնակի հանգույցի, իսկ քիմիական ներկանյութերը փոխարինեցին բնականով։ Բացի ձեռագործ գորգերի արտադրությունից, Մեգերյան ընկերությունը նաև զբաղվում է արծաթյա էմալապատ զարդերի արտադրությամբ համատեղ Հակոբ Մոմջյանի հետ, սիրիահայ, որը պատերազմը երբ որ սկսեց, Սիրիայից արտագաղթեց Հայաստան, Մեգերյան Ռաֆիի հետ տենց միասին մտածեցին այս ծրագիրը եւ իրագործեցին։ Կամաց իհարկե շատ քիչ քանակությամբ սկզբուց, հետո շատացրեցինք, հիմա արդեն ինքը շատ ավելի մեծ քանակով է արտադրվում եւ վաճառում, որովհետեւ շատ ինքնատիպ են այս զարդերը եւ բոլոր նախշերը վերցված են հայկական գորգերից։ Ինչպես նաև Տերյան մշակութային կենտրոնի հետ նորից մշակվեց մեկ ուրիշ ծրագիր, մետաքսյա շարֆերի արտադրություն, որոնց նորից դիզայնները վերցված են հայկական գորգերից։ Ինչպես նաև բրցյա շարֆերի արտադրություն համատեղ էլի նորից Տերյան մշակութային կենտրոնի հետ։ Գորգերը երբ որ գործում վերջացնում են գորգագործները, նրանից հետո անցնում է երկար մշակման փուլ։ Այսինքն, եթե աշխարհում 1 կամ 2 անգամ մաքսիմում գորգերը լվանան, թե չլվանան, մեզ մոտ շատ խիստ է դրված սեփականատերերի ընկերության ղեկավարության կողմից գորգերի մշակման այդ մասը։ Գորգերը 4-ից 5 անգամ են լվացվում,
որպեսզի բուրդը լավ փափկի, փայլ ձեռք բերի, շատ, եւ ամեն լվանալուց հետո գորգերը խուզում ենք։ Երբ որ գորգերը խուզում, լվանում, վերջացնում ենք ամեն ինչը, ու ինքը լավ ապրանքային տեսք է ունենում, բաց հետ էլ հակացեցա լինում գորգի մեջ։ Մինչև գոր գործելը մենք թել ենք բրդից ոչխարի պատրաստում, մենք ենք ինքներս եւ այդ պատրաստված թելերը ներկում ենք։ Ներկումը սովետական միության ժամանակ կատարում էինք քիմիական ներկանյութերով, որտեղ հեշտ էր ներկելը։ 4-5 ժամում մաքսիմում 100 կիլոգրամ թելը ներկում էինք մեկ օրվա մեջ այդքան ժամանակում։ Իսկ բնական ներկանյութերը այդքան ժամանակում անհնար է ներկել, որովհետև միջև ներկելը պետքա մշակվի այդ թելերը։ Հետո ներկվի, այսինքն գույներ ունենք, որոնց ներկման տեղավորությունը հասնում է 5 օր, 6 օր։ Մեգերյան թանգարանում մեր եղած 5 գորգերի ցուցանմուշների քանակը, եթե իրենց անձնական հավաքածուի մասշտաբով նայենք, այստեղ շատ քիչ մասն է, մի փոքր մասն է։ Մեծ մասը գտնվում է Նյու Յորքում, իրենց ցուցասրահում, որը շատ մեծ է հավաքածուն։ Այստեղ մի փոքր մասն է գտնվում։ Քանի հատ է, ես ճիշտ ասած չեմ հաշվել, բայց կա էլի, անծանոթ մարդկանց համար շատ է։ Ես որ ամբողջ հավաքածուն եմ տեսել Նյու Յորքում, ինձ համար շատ քիչ է։ Թանգարանում գորգ ունենք մենք, որը 400 տարեկան է, մոտավորապես 400 տարեկան է Արևմտյան Հայաստան վասպուրական ընտանիքի գորգը, ինքը վերանորոգված է, մեծ կտորը իր բնական էր, 400 տարեկան մոտավորապես, բնական գույներով ամեն ինչը, մոտ 70-80 տարի առաջ, քիմիական ներկերով, ներկած թելերով։ Գիտեին, թե չգիտեին, չեմ կարող ասեմ վերանորոգողները, բայց ամենայն դեպս այդպես է ստացվել, տենց են վերանորոգել։ Հիմա մինչև մեր օրերը հասել է այդ գորգի, այդ վերանորոգված մասը ամբողջովին գունազրկվել է, գունաթափվել է 70-80 տարվա մեջ քիմիան գունազրկվել է, վերանորոգված մասը։ Իսկ այն, որ 400 տարեկան էր, այդ մասը ամբողջությամբ բնական գույները մնացել են։ Հին հայկական գորգերը բոլորը իմաստալից են, անիմաստ հայկական գորգ չկա։ Ամեն նախշը, ինչ-որ մի բան, զարդը, ինչ-որ մի բան նշանակում է։ Ասենք, տարբեր երկրներ, տարբեր բաներ են գործում, հիմնականում մնացածից, եթե վերցնես բուն էությունը, հին ժամանակներից սկսած, դա կլինի պարսկական գորգեր, չգիտեմ, արաբական, ինչական գորգեր, հայկական գորգերը իրենց երկրաչափական պատկերներով են տարբերվել մնացած գորգերից։ Հետո վերցրել են այդ հայկական գորգերի նախշերը, զարդերը, երկրաչափական պատկերները, իրանք են գործել, փոխել են, անուն են փոխել, չգիտեմ ինչ են արել, այդ ամեն ինչը զուտ, ես ձեզ ասեմ, ժամանակի ընթացքում պատմության կամ ամեն բնագավառում է, այսօր էլ է տենց բաներ տեղի ունենում, այն ժամանակներն էլ է տեղի ունեցել, մինչև հիմա էլ տեղի է ունենում, մինչև հիմա մեր եղածը, այդ մեր հարստությունը ինչ որ կա, վեկալում են, անունները փոխում են, դարձնում իրանցը։ Ես անուններ չեմ ուզում տալ, որովհետև շատ-շատերն են դա անում, տարբեր երկրներ։ Իմաստ էլ չունի, մեկը արվում է, մինչև այսօր է շարունակվում է։ Բայց դա չի նշանակում, որ իրանց գորգերն է, որովհետև մեր պատմությունը, գորգագործությունը, այս մշակույթը դեռ մեր թվարկությունից առաջ է գալիս, ու եկե հասել է մեզ։ Այո, մի ամբողջ պատմություն գորգերի մեջ ու յուրաքանչյուր նախշ ինչ-որ բան է նշանակում եւ հենց այնպես երբեք ոչ մի բան չի արվել գորգերի վրա, շատ անգամ պատմությունը ցույց է տվել, որ հենց գորգերի նախշերի միջոցով հաղորդագրություններ են փոխանցվել միմյանց եւ իհարկե տարբեր ձևի ներկայացվել են նաեւ սիմվոլները, որոնք նույնպես շատ կարեւոր են եւ հաստատ ինչ-որ բան էին նշանակում։ Այո, եւ ինչն է ուշագրավ ինձ համար Սուրեն, որ երբ գնում ես հայկական եկեղեցիներ, վանքեր, այնտեղ անպայման գտնում ես հին, շատ հին ժամանակների գորգերի նմուշներ, եւ ես վերջերս Սաղմոսավանքում եի եւ այնտեղ էլ շատ տարբեր գորգեր կային եւ իրոք
բոլորը ինչ որ սիմվոլներ են պարունակում եւ բոլորը իրենց բացատրություն ու նշանակությունը ունեն ու ոչինչ, ոչ մի դետալ անգամ այսպես պատահական չի արված։ Եթե այցելում եք հայկական եկեղեցիներ եւ վանքեր ու թերթում եք պատմությունը, անպայման ուշադիր եղեք գորգերին, որովհետեւ դրանք նաեւ պատմում են հենց հայոց պատմության մասին, նաեւ մշակույթի մասին։ Այո, եւ մենք էլ փորձում ենք այսպես բարբերաբար անդրադառնալ այն ամենին, ինչը որ հայկական է, ինչ որ ներկայացվում, արտադրվում, արարվում է Հայաստանում եւ յան վերջավորությունն ունի, որովհետեւ շատ կարեւոր է պահպանել հենց այն, ինչի հիմքերում իհարկե մեր պատմությունն է, պատմություն, որը կամած թերթելով մենք կարողանանք արդեն բնականաբար ավելի հստակ ու ավելի վստահ քայլեր կատարել դեպի այն լույս, այն պայծառը, որը իհարկե արժևում յուրաքանչյուրիս համար է։ Դե մենք էլ փորձենք այս ամենը նաև ներկայացնել մեր եթերում։ Այո, եւ հայկական գորգերի մասին խոսելիս իհարկե չենք կարող չառանձնացնել Արցախ աշխարհը, որովհետեւ եւս շատ հարուստ էր հայկական գորգերի տեսականիներով, մի մասը կարողացել է հասնել մեզ, մի մասը ցավոք սրտի կորսվել է, բայց այս առումով մեր պատմությունը իսկապես շատ հարուստ է։ Այո, մեր պատմությունը հարուստ է եւ իհարկե հիմա արդեն կունենանք կարճ դադար, հետո արդեն կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք ծրագիրը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտող, արդեն մատուցման պահը հասել է եւ պետք է մեկ այսօրվա շատ համեղ, հետաքրքիր եւ հագեցնող ուտեստը լցնենք մատուցման ամանի մեջ, ինչը ես նշեցի, որ շատ հետաքրքիր է լինելու, շերտերով ենք դասավորելու։ Ահա հիշում եք, այստեղ ունեինք պսկաթան, որը տաքացրեցինք։ Հիմա լցնում ենք մեր մատուցման ափսեի մեջ։ Այսպես։ Իհարկե ճաշակի հարց է, ոնց կուզեք հենց այդպես էլ մատուցեք, կարող եք նաև առանձին տարբերակներով մատուցել, սակայն ես ձեզ առաջարկում եմ այս տարբերակը։ Եվ այստեղ իհարկե ունենք մեր Իմամ Բայալդին, որը տաքացրեցինք ու կավելացնենք մեր պսկաթանի վրա, էլի շատ հետաքրքիր կլինի, համադրությունը համային շատ հետաքրքիր է լինելու։ Մի փոքր տարածեմ, այսպես, ահա, և իհարկե այս թևիկները, որը տապակվեց ջեռոցում, կտեղադրենք մեր այս հետաքրքիր ուտեստի վրա։ Իմիջիալոց, եթե պատրաստի վիճակում այս բոլոր, այսինքն կիսաֆաբրիկատ թեկուս ունենանք այս բոլոր մթերքները շատ արագ կպատրաստվի, կարծում եմ կես ժամվա ընթացքում այս գեղեցիկ ուտեստը դուք արդեն պատրաստի կունենաք։ Սիրելիներս, վայելեք, ճաշակեք, ինքներդ էլ փորձեք խոհանոցում նոր արարություններ, և իհարկե կարող եք արձագանքել։ Այսպիսին էր այսօրվա առաջարկը, համադրեք համեղ թթուներով և հյութերով ու վայելեք։ Ձեզ բարի ախորժակ եմ մաղթում և ասում եմ, որ ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալություն Ադրինեին այս համեղ ուտեստների համար, քիչ հետո իհարկե միասին սիրով բոլորս կփորձենք եւ այն իհարկե նաեւ կհավելենք այն համեղ կոմպոտները, որը մեզ ներկայացնում է Ջևանի գինու գործարանը։ Այնտեղ ներկայացված են բազմաթիվ հետաքրքիր համերով կոմպոտներ, պահածոներ, գինիների լայն տեսականի, մի խոսքով այն ամենը, ինչը ձեզ անհրաժեշտ է ողջ օրվա ընթացքում։ Եվ գինու հետ մի մոռացեք առանձնացնել պանիրների լայն տեսականի, որ առաջարկում է Էլոլա ընկերությունը, այս ընկերությունը առաջարկում է նաև անարատկաթից պատրաստված կատնամթերք։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Էմոցիաներ շատ կարևոր են փոխանցել միմյանց եւ ինչպես մեր այսօրվա հյուրը նշեց եւ իր բացիկներով նաեւ մեզ էմոցիաներ փոխանցեց, այս էմոցիաները անբացատրելի են եւ բնականաբար թանկ են բոլորիս համար։ Էմոցիաներ վերջին զանգի համար շրջանավարտներին կփոխանցի իհարկե արև բացիկները ներկայացնելով հենց այստեղ հատուկ վերջի զանգի համար նախատեսված Թաթա Սիմոնյանի Վերջին զանգ երգով բացիկները, որտեղ կարող եք նաեւ ձեր բարեմաղթանքը գրել եւ իհարկե հետեւի մասում QR կոդին հեռախոսը մոտեցնելով մի անգամից կհնչի հենց այս երգը։ Այս բացիկները հարցրեք Արև Քարց Instagram-ի էջում կամ իհարկե Kaiser սուպերմարկետում եւ նաեւ քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում։ Ձեր լավագույն առիթներն էլ վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։
Եվ իհարկե, եթե դուք եք ուզում եք ունենալ գեղեցիկ արտաքին եւ իհարկե բարբերների պրոֆեսիոնալ աշխատանք արտացոլվի ձեր դեմքին, ապա այս ամենը ձեզ ներկայացնում է Master Right Barber Shop, որ գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Ողջուններս ողջ թիմին Արտակի գլխավորությամբ։ Իսկ ոճային եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրայի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրան ունի 2 հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք, ծանոթացեք ամբողջ նոր գարնանային տեսականուն, որովհետեւ այնտեղ գործում են նաեւ մեծ զեղչեր։ Անպամած տրամադրությունը ցրեք մեր եթերների հետ միասին յուրաքանչյուր առավոտ մենք պատրաստ ենք գալ այստեղ տաղավար եւ ձեզ ասելու բարի լույս այսօր էլ ասեցինք եւ միանշանակ լսեցինք նաեւ ձեր կողմից պատասխանը։ Իսկ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։